2016-ը Արցախի խորհրդարանը սահմանադրական բարեփոխումների թեմայով է սկսել։ Հենց այս նույն դահլիճում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը որոշեցին այդ հարցով նախագահին դիմել։ Գործընթացը մեկնարկեց, բայց ընդմիջվեց ապրիլյան պատերազմով։ Խորհրդարանական դիվանագիտության գործիքներն այդ օրերին առավել ակտիվ օգտագործվեցին։ Ապրիլյան պատերազմից մնացած դասերի մասին Արցախը խաղաղության կողմնակից է մնում, սակայն Աշոտ Ղուլյանի համոզմամբ հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո միջազգային հանրությանը պետք է հասցնել, որ միայն Արցախը չի պատասխանատու խաղաղության պահպանման համար։ Խաղաղության շինարարությունը միայն Արցախի գործը չէ։ Ինձ թվում է, որ մենք այսօր պետք է դա փորձենք հասկացնել, որ նույն ռազմատենչությունը, նույն ռազմատենչության պատասխանը չի կարող լինել միայն խաղաղասիրական այդպես հայտարարությունները եւ կոչերը։ Ապրիլյան պատերազմը ավելացրեց, թե պակասեցրեց Արցախի միջազգային ճանաչման հավանականությունը։ Աշոտ Ղուլյանը չի մեկնաբանում, բայց վստահ է, համենայն դեպս խնդրի մասին պատկերացումների մասով միջազգային հարթակում ոչ ադրբեջանանպաստ տեղաշարժ կա եւ նկատելի։ Չեմ կարող ասել, որ ուղղակիորեն, բայց նույն միջազգային կառույցների մոտ, միջազգային մակարդակի գործիչների մոտ, ովքեր տարածաշրջանի, ովքեր կարգավորման գործընթացի մեջ ներառված են, ես վստահ եմ, որ նրանք եթե բացահայտ չեն ասում, շատերի մոտ ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի ապագան չի կարող լինել անկախությունից ցածր։ Նաև ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո խորհրդարանը բազմաթիվ հյուրեր է ունեցել։ Տարին Հոբելյանական էր Արցախի հանրապետության հռչակման 25-ամյակ, անկախության հանրաքվեի 25-ամյակ, դեկտեմբերի 28-ին էլ առաջին խորհրդարանական ընտրությունների 25-ամյակն էր։ Հյուրերի առատությամբ 2016-ը 2015-ին չի զիջել։ Մասնավորապես խորհրդարանում ընկալվել են Եվրոպայի ազատ դաշինքի պատվիրակությունը, Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանականների պատվիրակությունը, Լատվիայի, Հունաստանի, Ֆլամանդական խորհրդարանի պատվիրակությունը, Բուլղարիայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարլամենտի падգամավորները, Ֆրանսիայի մեր գործընկերները տարբեր այցերով, տարբեր առիթներով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի առանձին падգամավորներ։ Խորհրդարանական կապերն ակտիվ են հատկապես Ֆրանսիայի հետ։ 10-15 հոգով հիմնադրված Արցախի հետ բարեկամության շրջանակը արդեն 65 անդամ ունի։ Արդյոք Լապչինի նախադեպը չի խոչընդոտի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը։ Աշոտ Ղուլյանը մտավախություններ չունի։ Խորհրդարանի հյուրերը ի սկզբանե տեղեկացվում են Արցախ այցելողների հանդեպ Բաքվի դիրքորոշմանը։ Մենք ինքներս ենք փորձում ճշտել, տեղյակ են, որ Ադրբեջանում այսպես է։ Նրանց մոտ դա միայն ծիծաղ է առաջացնում։ Սահմանադրական բարեփոխումների թեմային վերադարձան առաջնագծում իրավիճակը հանդարտվելուց հետո ապրիլյան պատերազմի հետևանքով մոտեցումներն են խմբագրվել։ Մինչև ապրիլը խորհրդարանական կարգի կողմնակիցներն էին շատ, ապրիլից հետո նախագահական։ Մի կողմից մենք բավարարել ենք մեր երկրի համար առաջիկա տարիների մեր ժողովրդի պահանջով կենտրոնաձիգ իշխանության համակարգը, մյուս կողմից մենք այս կենտրոնաձիգ իշխանության համակարգը առավելագույն չափով դրել ենք պարլամենտական վերահսկողության տակ։ Հանրության կողմից ակտիվ քննարկման մեկ այլ ուղղություն սահմանադրությամբ Արցախի հանրապետության տարածքների ամրագրումներ պահպանել են հին ձևակերպումները։ Փոքր խմբագրությամբ Աշոտ Ղուլյանը հոդվածը մեջբերում է գրեթե բառացիին։ Մինչև մեր երկրի Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, որը վերաբերում է մեր Շահումյանի շրջանին, Մարտակերտի եւ Մարտունու շրջանին, եւ մինչև սահմանների ճշգրտումը մեր հանրային իշխանությունը լինելու այսօրվա փաստացի տարածքի վրա։ Խորհրդարանի նախագահը այդ մասին խոսում է post factum, խորհրդարանն արդեն հավանություն է տվել սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկով նախագահին ներկայացնելու որոշմանը։ Փաստը, որ նախագիծը միաձայն չի ընդունվել, խորհրդարանի նախագահը բնական է համարում։ Դա չի խանգարի, որ հիմնական խնդիրներում խորհրդարանական ուժերը միասնականությունը պահեն։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Ներքին որոշակի ձևափոխումներից հետո շենքի պայմանները հարմարեցվել են ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատանքի պահանջներին։ Նոր շենքը փոխարինվել է մեր նախկին վարչական շենքի հետ, որը վթարային էր, նվիրաբերվել է մեր համերկրացիներ Մարատ Ղազարյանի եւ Կարեն Սարգսյանի կողմից, գրեթե 300 միլիոն արժողությամբ տարբերությամբ նման պայմաններում է տրամադրվել նվիրաբերվել ոստիկանությանը։ Բոլորն էլ միաբերան ասում են, որ աշխատանքային նախկին պայմանների հետ համեմատության ոչ մի եզր չկա։
Մի սենյակում միանգամից մի քանի ծառայություններ մատուցելու աշխատավոճն արդեն անցյալում է։ Ճանապարհային ոստիկանության այսօրվա վարչական շենքն ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ՝ 17 աշխատասենյակ, դահլիճ, խոհանոց, տեխնիկական հագեցվածությամբ սպասասրահներ, շենքին կից կա ընդարձակ հրապարակ, որտեղ առանց դժվարությունների կիրականացվեն տրանսպորտային միջոցներին վերաբերող անհրաժեշտ գործարքներ։ Այս պայմաններով մասնաշենքը ներկայումս հնարավորություն է տալիս առաջին հերթին ոստիկանության պետի կարգախոս հանձնարարականի կատարման համար, որը ուղղված է հիմնականում համերկրացիներին որակյալ եւ պատշաճ արագ կերպով ծառայությունների մատուցմանը, շենքային պայմանները ժամանակակից տեխնիկական եւ սպասարկման պայմաններով համալրված թույլ է տալու նման հանձնարարականը կատարելու եւ պատշաճ կերպով ծառայություններ մատուցելու մեր հանրությանը։ Թումանյան 111 հասցեում տեղակայված ճանապարհային ոստիկանության շենքային նոր պայմանները ակնահաճո են ոչ միայն հենց ծառայության աշխատակիցների, այլ ճանապարհային ոստիկանության ծառայություններից օգտվող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նման բարեկեցիկ պայմաններում ծառայություն իրականացնելը սա միանշանակ պարտավորեցնող է եւ հավաստիացնում է, որ ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր ծառայող գիտակցում է իր արժեվ դրված խնդրի պատշաճ կատարումը, որը նպաստում է մեր երկրի զարգացմանը, օրինականության ամրապնդմանը, մեր հասարակության անվտանգության ապահովմանը եւ հավաստիացնում է, որ այսուհետ նման բարեկեցիկ պայմաններում ճանապարհային ոստիկանությունը իր արժեվ դրված խնդիրները կիրականացնի բարձր պատասխանատվությամբ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով բնականաբար ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման միջոցառումներ։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Մարտիրոսյան, օր